Հարգելի իմ դիտորդ, ուրեմն այս կանխատեսումը, որ հիմա ուզում եմ ես ձեր հետ կիսվեմ, անկեղծ ասած ես սա արել էի ինձ համար, քանի որ ինձ հետաքրքրեց, այս հարցը, ես սկսեցի հորար քարտեզ կազմել եւ ուզում եմ նաեւ ձեր հետ կիսվեմ, որ դուք էլ իմանաք։ Հարցս այսպեսին ա եղել, Ռոբերտ Քոչարյանը կդատվի, թե սա թատրոն է։ Ուրեմն ես այս հարցը կազմել եմ 9:35 րոպե այսօր եւ մինչեւ այս ժամանակ ես վերցանում եի քարտեզը։ Հիմա ասեմ գլխավոր կառավարիչների սիգնիֆիկատորի ուրեմն վիճակը, ասցենդենտը խոյում։ Իր կառավարիչը Մարսն է, խորհրդանշում է ուրեմն բուն հարցի սկիզբը։ Մարսը գտնվում է խեցգետնի նշանում 4-րդ տան սահմանագծին, իր անկման մեջ է գտնվում, ինչը ցույց է տալիս, որ հանրության կամ այս խնդրի հուզական անհանգստությունը, գործընթացների դանդաղումը եւ էմոցիաները այս հարցի շուրջ։ 7-րդ տուն կշեռք եւ դրա կառավարիչը Վեներան է, խորհրդանշում է դատական գործընթացը, դատարանը կամ հակառակորդ կողմին։ Վեներան գտնվում է Կույսի նշանում, 6-րդ տանը, նույնպես իր անկման մեջ է, ինչը մատնանշում է, որ դատական համակարգի թուլությունը, թերի կողմերը եւ գործընթացի հիվանդագին բնույթը, այն ինչ որ տեղի է ունենում։ Այդպես լաչիկները կապած աչքերները երևալուց եւ այլն, մի խոսքով 10-րդ տուն, Աց եղջյուր եւ դրա կառավարիչը Սատուրն է, ցույց է տալիս իշխանություններին, դատավորին կամ վերջնական դատավճիռը։ Սատուրնը գտնվում է Խոյ նշանում, առաջին տանը հետընթաց ռետրոգրադ վիճակում եւ անկման մեջ։ Սատուրնը Խոյում իր ամենաթույլ, ամենահիվանդ, ամենավատ դիրքում է ինքը գտնվում։ Արդարադատություն է սա, թե թատրոն է, ֆարս։ Մոլորակների անկումը, գրեթե բոլոր առանցքային մոլորակները Մարս, Վեներա, Սատուրն գտնվում են իրենց ամենաթույլ կետերում, անկյունային դիրքերում։ Սա նշանակում է, որ գործընթացի ուրեմն մասնակից կողմերից ոչ մեկը չունի բավարար ուժ կամ իրական ռեսուրս գործը մինչև վերջ արդարացի հանգուցալուծում տալու համար։ Սատուրնի ռետրոգրադությունը, դատավճռի եւ օրենքի մոլորակ Սատուրնը հետընթաց է Խոյի նշանում առաջի տանը։ Սա դասական այսպես ցուցիչ է այն բանին, որ գործընթացը անընդհատ հետ առաջ է պտտվելու, ձգձգվելու, վերանայվելու ու չի ունենալու իրական կոշտ իրավական հետևանք, որոշումները կայացվելու են եւ չեղարկվելու են։ Լուսնի դիրքը եւ ասպեկտները, լուսինը իրադարձությունների ընթացքը գտնվում է ջրոց նշանի 11-րդ տանը, այն քառակուսի լարված ասպեկտ ունի Ուրանի եւ ընդդիմության օպոզիցիա Արեգակի ու Մերկուրիի հետ։ Սա խոսում է անսպասելի շրջադարձերի, տեղեկատվական աղմուկի, բայց միաժամանակ արդյունքների դատարկության, փուչիկության մասին։ Քարտեզի ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ գործընթացը կրում է ցուցադրական բնույթ, թատրոն, ֆարս։ Մոլորակների էսենցիալ թուլությունը, անկումը եւ ռետրոգրադ լինելը, հետընթացը, նշանակում է, որ գործընթացն իրական ուժն ու բովանդակություն չունի, այլ միայն արտաքին ձև է։ Դատավոր օրենքը թույլ են եւ հետընթաց, Սատուրնը Խոյում ռետրոգրադ, դատավճիռը իշխանությունը խորհրդանշող Սատուրն մոլորակը գտնվում է իր ամենաթույլ դիրքերում անկման մեջ եւ շարժվում է հետընթաց, սա նշանակում է, որ դատական համակարգը չունի իրական կամք կամ ուժ գործը ավարտին հասցնելու։ Դա նման է ներկայացման, որտեղ դատավորի դերը խաղացող դերասանը իրական իշխանություն չունի։ Դատավարությունը կառավարվում է թույլ մոլորակների կողմից Վեներան Կույսում։ Ուրեմն բուն դատական գործընթացի կառավարչի Վեներան նույնպես իր անկման թուլության մեջ է, գործընթացը զուրկ է իրավական հզոր հիմքերից, այն հիվանդ է եւ կրում է զուտ ձևական բնույթ։ Լուսնի եւ Մերկուրիի արեգակի ընդդիմությունը, իրադարձությունների ընթացքը ցույց տվող լուսինը հակադրության օպոզիցիայի մեջ է Մերկուրիի լուրեր, խոսակցություններ եւ արեգակի ցուցադրության էգոյի հետ։ Սա դասական
ցուցիչ է այն բանի, որ այս ամենի նպատակը ոչ թե արդյունքն է, այլ հանրային աղմուկը, PR-ը եւ տեղեկատվական դաշտը զբաղեցնելը։ Այս թատրոնի բուն իմաստը եւ նպատակը ընտրազանգվածին տաք պահելն է, հանրության ուշադրությունը շեղելն է։ Հանրային տրամադրությունների կառավարում Լուսինը ժողովուրդը գտնվում է 11-րդ տանը, հանրային հարթակները, սոցցանցեր եւ լարված հայելային կապի մեջ Մերկուրի լուրերի եւ Արեգակի ցուցադրության հետ։ Սա նշանակում է, որ գործընթացի հիմնական նպատակը տեղեկատվական աղմուկ ստեղծելն է։ Իշխանությունը ձեռնատու է այս թեման պահել օրակարգում, որպեսզի հանրությունը քննարկի անցյալի հաշվեհարդարները, այլ ոչ թե ներկասուր խնդիրները։ Քաղաքական առևտուր, քանի որ Սատուրնը իշխանության դատարան եւ Մարս հակառակորդ կողմն է, երկուսն էլ իրենց թույլ դիրքերում են, սա հուշում է, որ կուլիսների ետևում տեղի ունենում փոխադարձ ճնշումների եւ պայմանավորվածությունների խաղ։ Կողմերից ոչ մեկը չի գնալու կտրուկ կործանարար քայլերի, բայց օգտագործելու է այս իրավիճակը սեփական դիրքերն ամրապնդելու համար։ Ինչով է ամրապնդում սեփական դիրքերը այժմյան ազգային ժողովը, կներեք արտահայտության համար, բայց ես պետք է արտահայտվեմ այնպես, ինչպես արտահայտվում էին։ Կզասնելու եմ, բռնելու եմ, նստելու եք, դատվելու եք, որպիսի զոմբլոները ծափ տան, տեսակ, ասեց ու արեց, մեր հզորը թքած ունի սաղիրա, տեսեք ոնց է Քոչարյանի, հələ պատկերացրեք Սերժի ու էլի հայրենասերա է, հեսա վերցնում է այդ ամբողջ եղածը հայրենիքը շենացնի, բա ոնց չէ, շարունակեմ միտքս, զրո արդյունավետություն, իրավական տեսանկյունից, շարժվենք առաջ։ Այս թատրոնի հետևում թաքցնում են իրական ֆինանսական նյութական վերաբաշխումները եւ հանրության համար ցավոտ սոցիալ-տնտեսական կամ քաղաքական խնդիրները մեջ անելը։ Եվ աստղաբանական քարտեզի ավելի խորհրդվերային շերտերը, հատկապես 2-րդ, 6-րդ, 8-րդ տների փոխկապակցությունը հուշում է, թե ինչ է կատարվում իրականում տեսախցիկներից հեռու։ Իրականում էս նման այն տաքսու պարկին, որ մի հատ այսպես տաքսիստ ուզում է գա, այսպես այդ տաքսու պարկում իր տեղը ունենա, կողքից ինչ են անում գլխին, չէ, էս իմ տեղն է եւ այլը, ու այսպես լինում է տեղաբաշխում։ Թե էս ինչի, էսի բիզնեսը դու ինչի պիտի դնես էս բիզնեսի տերը, ես պիտի լինեմ կամ ես էլ եմ ուզում դնեմ, դու ինձ խանգարում, մի խոսքով։ Նյութական եւ գույքային վերաբաշխում 8-րդ, 2-րդ տներ, քարտեզում 8-րդ տունը ուրիշի փողեր, խոշոր ակտիվներ, բիզնեսների խլում կամ ազգայնացում, խիստ ակտիվ է, սա նշանակում է, որ իրական ֆոնային գործընթացը, ֆինանսների սեփականությունը եւ խոշոր բիզնեսների վերահսկողության իրական այսպես փոխանցում կա։ Ձերբակալությունն ու աղմուկն օգտագործվում են որպես ճշմարտ գործիք, որպեսզի կուլիսների կողմերը համաձայնության գան ակտիվների կամ մուծվելու չափսերի շուրջ։ Վокзал, բազար։ Տնտեսական խնդիրների եւ ձախողումների քողարկում 6-րդ տուն, 6-րդ տունը, որը պատասխանում է երկրի ներքին հոգսերի, սոցիալական վիճակի, ամենօրյա խնդիրների եւ համակարգային ճնշումների համար, գտնվում է անկումային Վեներան։ Սա ուղիղ ցուցիչ է, որ ներքին կյանքում կան լուրջ հիվանդագին խնդիրներ, թանկացումներ, սոցիալական դժգոհություն, բարեփոխումներ եւ ձախողում։ Այս մեծ աղմուկով պարզապես շեղում են ժողովրդի ուշադրությունը սեփական դատարկ գրպաններից եւ կենցաղային ծանր վիճակներից։ Ուրեմն անկարողություն եւ թուլություն ռետրոգրադ Սատուրն իշխանության սիգնիֆիկատորի հետ ընթաց եւ թույլ դիրքը ցույց է տալիս, որ համակարգերը ներսից ունեն վախեր եւ թուլություններ, ցուցադրական կոշտ քայլերով թաքցնում են իրենց իրական թուլությունը եւ քաղաքական անկայունությունը։ Նիկոլ Փաշինյանը բարձրանում է ժողովրդի աչքին, որովհետեւ տեսեք ինչ է անում, բայց իրականում շատ ավելի խորքային խնդիրներ կան այստեղ։ Եվ շարունակեմ, դուք ամենասարսափելին հետո կլսեք, ուրեմն աստղաբանական տեսանկյունից, ուրեմն ամբողջությամբ գույքը վերցնել չի հաջողվի, ինչ ուզում են չեն կարողանալու ստանալ։ Քարտեզում առկա դիրքերը ցույց են տալիս, որ սա մինչև վերջ գնալու պատմություն չէ, այլ ավելի շատ սակարկությունների եւ հաշվեկշիռի պահպանման խաղը։
որոշակի բաներ ձեր աչքերին թոս փչելու համար կվերցնեն կամ մարդիկ կտան, որովհետև իրենք էլ կունենան իրենց պայմանները, իրենց վերցնելու պայմանները։ Շարունակենք։ Սահմանափակ ռեսուրսներ, թուլություն, ուժերի պակաս։ Ինչպես նշեցի, իշխանության և դատարանի սիգնիֆիկատորները ռետրոգրադ Սատուրնը և անկումային Վեներան չափազանց թույլ են։ Սա նշանակում է, որ նախաձեռնող կողմը չունի այնպիսի բացարձակ ուժ կամ իրավական անխոցելի հիմքեր, որոնք թույլ կտան վերցնել ինչ ուզում են և երբ ուզում են։ 8-րդ տան սահմանափակումները, թեև 8-րդ տունը ուրիշի ակտիվները, ֆինանսները ակտիվ է, այն կառավարող մոլորակները չեն կազմում այնպիսի կոշտ անդառնալի ասպեկտներ, օրինակ միացումներ կամ ուղիղ տիրապետում, որոնք կխոսեին լիակատար սննկացման կամ ամբողջական կորստի մասին։ Սա ավելի շատ նման է մասնակի զիջումների։ Այսպես անենք, հետընթաց ռետրոգրադություն մոլորակի հետընթաց ռետրոգրադ գործոնը ցույց է տալիս, որ հիմա փորձում են վերցնել կամ խլել, ապագայում կրկին ենթարկվելու վերանայման։ Ռետրոգրադ մոլորակները հուշում են, որ այսօրվա խլածը կամ կայացած որոշումը հաստատուն չի լինելու և հետո նորից վերադառնալու են այս նույն իրավիճակին, որպեսզի պարզեն դա ճիշտ էր խլելը, թե հետ պիտի վերադարձնեն, ու խաղերը գնա-գալիս են։ Թղթերի վրա կան մեծ թվեր և փաստաթղթեր, բայց աստղաբանական իմաստով և իրական արդյունքի տեսանկյունից սա ընդամենը փուչիկ է։ Ինչ կա թղթի վրա իրական ֆակտորը, ըստ պաշտոնական իրավական տվյալների եմ ես հիմա խոսում, ոչ ըստ Հորար Քարտեզի։ Գործը սուտ օդից հորինված չէ, կան կոնկրետ ձևակերպված մեղադրանքներ, մեծ թվեր և ակտիվներ գործով ուրեմն անցնում է Toyota Երևանի 30% Բաժնե Տոմսերի կաշառքի պատմություն, ինչպես նաև աստղաբանորեն նշված 8-րդ տան սֆերային շարժերը շուրջ $309 միլիոն, 77 միլիոն եվրոյի և տասնյակ անշարժ գույքերի կասկածելի փոխանցումներն ու սեփականաշնորհումները։ Պաշտոնական ձևակերպումներ։ Մեղադրանքները հիմնված են պետական գույքի շուկայականից էականորեն ցածր գնով օտարելու, պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման կոնկրետ դրվագների վրա։ Ինչու աստղերը մեզ այսպես ցույց են տալի, որ այս ամեն ինչը փուչիկ է։ Չնայած թղթերի վրայի այս հսկայական թվերին, Քարտեզի ցուցիչները մատնանշում են, որ այս ամենը չի բերելու այն արդյունքին, որը ակնկալում կամ հայտարարում են։ Մերկուրի և լուսնի հակադրությունը, օդ և աղմուկ։ Մերկուրին ինֆորմացիա, թղթեր, իսկ լուսինը հանրային ընկալում լարվածության մեջ են։ Սա նշանակում է, որ փաստերը, որոնք ներկայացվում են դատարանում, ավելի շատ PR-ի տեղեկատվական պատերազմի համար է, քան անխոցելի իրավական հիմքերի։ Ռետրոգրադ Սատուրնի դատարկությունը, քանի որ արդարադատությունը մոլորակը թույլ է ու հետընթաց, այս բոլոր ծանրակշիռ փաստաթղթերը դատարանում ջրվելու են կամ անվերջ ձգձգվելու են։ Դրանք կօգտագործվեն միայն ճնշումներ բանեցնելու համար, բայց վերջնական կոշտ դատավճիռ չեն կայացնելու։ Այս գործընթացը շատ երկար է ձգձգվելու, մոտ ժամանակներս վերջնական ավարտ այն չի ունենալու։ Աստղաբանորեն դատավճռի կառավարիչ Սատուրնի ռետրոգրադ հետընթացը վիճակը առաջին տանում հուշում է, որ գործերը անվերջ պտտվելու են նույն տեղում, նիստերը հետաձգվելու են, իսկ որոշումները բորբոքվելու։ Իրականում, քանի որ մեղադրանքներն առնչվում են հսկայական ակտիվների, $309 միլիոն, 79 միլիոն եվրո, 22 անշարժ գույք, միայն դրանց իրական քննությունն ու փաստաբանները, ուրեմն հակաքայլերը տարիներ են խլելու։ Սա երկարատև քաղաքական իրավական մարաթոն է։ Այլոց կալանավորելու հետ կապված մոլորակները ցույց են տալի, որ այո, կալանավորումներ ևս լինելու են, քանի որ սա մեկ հոգու դեմ ուղղված գործ չէ, այլ ամբողջական համակարգի։ Ինչպես մենք տեսանք, օրինակ Սեդրակ Քոչարյանը արդեն իսկ 2 ամսով կալանավորվել է։ Ընդհանուր առմամբ ևս 9 անձ։ Աստղաբանորեն 8 և 11-րդ տներ Քարտեզի 8-րդ տան խոշոր բիզնեսներ, գործընկերներ և 11-րդ տան կապեր թիմակիցներ ակտիվությունը ցույց է տալիս, որ հարվածի տակ են ընկնելու
այն բոլոր անձինք, ովքեր տարիներ շարունակ եղել են ֆինանսական համակարգի մասը։ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ բերման է ենթարկվել եւ նրան կալանավորելու ուրեմն միջնորդությունը հենց այս պահին քննարկվում է դատարանում։ Ուրեմն իրական կարգավիճակը բոլորս գիտենք, այս մասին ես չեմ ուզում խոսամ։ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը լինելու է այս հարցում խիստ ագրեսիվ, իրավականորեն կոշտ եւ քաղաքականացված, սակայն նրա հիմնական մարտավարությունը լինելու է պաշտպանությունից անցում հարձակմանը։ Քաղաքական պատասխանը, քաղաքական հաշվեհարդար եւ ուրեմն ռուսական գործոն։ Այստեղ կինոն սկսվում է, ուշադիր լսեք։ Իրավական մակարդակով Քոչարյանի գրասենյակն ու փաստաբաններն արդեն իսկ այս ամենը որակում են որպես բացահայտ քաղաքական պատվեր եւ պետական ապարատի բռնազավթում եւ չեն սխալվում։ Նա ուրեմն հայտարարելու է, որ սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրություն է։ Դա էլ ենք լսել։ Աստղաբանորեն առաջին տան հարձակում իմիջ եւ 7-րդ տան դատարան միջև արկա է հակասությունները, ուրեմն ցույց են տալիս, որ նա չի ընդունելու դատարանի լեգիտիմությունը։ Նա իրեն դիրքավորելու է որպես թիվ 1 քաղաքական բանտարկյալ ճակերտավոր, քանի որ փորձագետները նշում են նրա ընդգծված պրոռուսական կողմնորոշումը, նա այս կալանքը կներկայացնի նաև որպես Մոսկվայի դեմ ուղղված արևմտյան սադրանք եւ չի սխալվի։ Շարունակենք նայելը։ Առողջական վիճակի օգտագործում։ Մենք գիտենք, որ արդեն բժշկական հետազոտություններ եւ խնդիրներ ունի։ Վատ առողջության հետ կապված անդադը բողոքարկվելու է, տանելու են, բերելու են, պարկելու է, հելնելու է եւ այլն, որտեղ մարդը խնդիր ունի, ստենդավորված է։ Եվ մեդիա հանրային հարձակում, ընտանիքի թիրախավորման թեման, Քոչարյանի թիմը շեշտը դնելու է այն փաստի վրա, որ իշխանությունը պայքարում է ընտանիքների եւ կանանց դեմ։ Գուցե դրա համար էր տիկին Աննան ընտանիքի բռնության հետ կապված բեմ հելել, չգիտեմ, ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ուղիղ եւ հզոր ազդակ է Մոսկվայի Կրեմլին, հաշվի առնելով նրա բացառիկ քաղաքական դիրքորոշումը։ Քոչարյանը որպես Ռուսաստանի գլխավոր հենարան ղեկավարում է խորհրդարանի երկրորդ ամենամեծ ընդդիմադիր ուժը Հայաստան դաշինք, որն ունի ընդգծված Մոսկվայամետ եւ պրոռուսական կողմնորոշում։ Նա անձամբ մշտապես բաց հարաբերություններ է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ եւ խիստ քննադատել է Նիկոլ Փաշինյանին, ուրեմն արևմտամետ քաղաքականություն ունենալու համար։ Քաղաքագետների վերլուծությամբ նրա հարվածը նշանակում է թուլացնել Ռուսաստանի ազդեցության լծակները Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Արտաքին վեկտորի փոփոխության սիգնալ։ Իշխանության կողմից իրականացվող այս կոշտ քայլերը համընկնում են Հայաստան դեպի արևմուտք կտրուկ շրջադարձի հետ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ռուսական հապկի, հայտարարել է Եմենի անդամակցելու պատրաստակամության մասին, իսկ Ուկրաինան իդեմս Զելենսկու հայտարարել է Եվրոպային մերձենալու հարցում Երևանին օգնելու պատրաստակամությունը։ Այս համատեքստում պրոռուսական առաջնորդների, այդ թվում Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, իսկ այժմ նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումները դիտվում են որպես մաքրում ռուսական ազդեցության գործոնները Հայաստանից։ Աստղաբանական կապը 9-րդ տուն։ Հորարային քարտեզում 9-րդ տունը, որը պատասխանատու է արտասահմանի հեռավոր երկրների աշխարհաքաղաքականության համար, գտնվում են Աց եղջյուր նշանում, որի կառավարիչ է հենց ռետրոգրադ Սատուրնը։ Սա աստղաբանորեն եւս հաստատում է, որ այս ներքին դատական գործը զուտ տեղական չէ, այն կապված է արտաքին ծանրակշիռ ուժի Ռուսաստանի հետ, որի հետ հարաբերությունները ներկայումս գտնվում են ճգնաժամային հետընթաց ռետրոգրադ եւ վերանայման փուլում։ Ռուսաստանի արձագանքը կառավարվում է քարտեզի 9-րդ տան արտաքին աշխարհաքաղաքականության եւ ռետրոգրադ Սատուրնի միջոցով։ Ահա թե ինչպես կլինի այդ արձագանքը ըստ մոլորակի դասավորության։ Պաշտոնական դիվանագիտական լռություն կամ զսպվածություն Սատուրնը հետընթաց, քանի որ 9-րդ տան կառավարիչ Սատուրնը գտնվում է ռետրոգրադ հետընթաց եւ անկումային վիճակում, Մոսկվան հրապարակային դաշտում կոշտ կամ կտրուկ քայլեր անմիջապես չի անի։ Կրեմլը ուրեմն
դեմքը ուրեմն Դիմիտրի Պեսկով արդեն իսկ հայտարարել է, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Սատուրնի թուլությունը ցույց է տալիս, որ նրանք այս պահին բացահայտ քաղաքական պատերազմի մեջ չեն մտնի Քոչարյանին պաշտպանելու համար։ Հետնաբեմյան սառը ճնշումներ Սատուրնի և Լուսնի ասպեկտներ, չնայած արտաքին լռությանը քարտեզում 9-րդ տան տիրակալը գտնվում է առաջին տան սահմանին, այնտեղ, որտեղ հարցն է և Հայաստանի իշխանությունը։ Սա նշանակում է Ռուսաստանը կգործադրի թաքնված ստերային ճնշումներ, դրանք կլինեն ոչ թե ռազմական կամ բացահայտ հայտարարությունների տեսքով, այլ տնտեսական և լոգիստիկ սահմանափակումների տեսքով՝ գազ, Լարսի ճանապարհ, մաքսային արգելանքներ և այդպես շարունակ։ Ինֆորմացիոն պատերազմ Մերկուրի և Լուսին հակադրություն քարտեզում տեղեկատվության մոլորակ Մերկուրին լարված ասպեկտ ունի Լուսնի հետ։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի հիմնական արձագանքը կտեսնեք մեդիա դաշտում։ Ռուսական առաջատար լրատվամիջոցներով և թելեգրամյան ալիքներով կսկսվի Հայաստանի գործող իշխանությունների խիստ թիրախավորում գործընթաց, և այս գործընթացը կորակվի որպես արևմտյան պատվեր և հակառուսական քայլ, ինչը որ հենց այդպես էլ կա։ Ներքաղաքական խիստ լարվածություն, տնտեսական սառը ճնշումներ և հասարակության հետագա պառակտում բևեռացում մեզ նորից կբաժանեն։ Ներքին կա, այս անգամ հավատացյալ, ոչ հավատացյալ, սևեր, սպիտակներ, ռոբական, սերժական, քոչարյանական, արցախցի, հայաստանցի, հիմա ռուսամետ և ամերիկամետ, հա։ Տեսեք, քանի մասի, այսքան ժողովուրդ, քանի մասի բաժանվեցին։ Ներքին կայունության խաթարում, բևեռացում, առաջին և 7-րդ տների հակադրություն, քանի որ առաջին տան իշխանություններ կա ընթացք և 7-րդ տան ընդդիմություն դատվող կողմ կառավարիչները գտնվում են լարվածության մեջ, երկրի ներսում սպասում է քաղաքական պայքարի կտրուկ սրացում։ Թատերականացված այս զարգացումները հասարակությանը կրկին կբաժանեն սևերի ու սպիտակների կամ նախկինների ու ներկաների, շեղելով բոլորին իրական անվտանգային խնդիրներից։ Տեսական և լոգիստիկ ծանրացումներ Սատուրնի թուլությունը առաջին տանը, 9-րդ տան արտաքին աշխարհ Ռուսաստան, կառավարիչ թույլ և հետընթաց Սատուրնի ազդեցությունը առաջին տան վրա հուշում է, որ Հայաստանը կզգա արտաքին տնտեսական ճնշումների հետևանքները։ Սա կարող է արտահայտվել էներգակիրների, գազի գների շուրջ անորոշության, Լարսի անցակետում հայկական բեռների արհեստական ձգձգումներով կամ մաքսային խիստ սահմանափակումներով, տեղեկատվական քաոս, հոգեբանական ճնշում Մերկուրի Լուսին, լուրերի և մեդիայի մոլորակ Մերկուրին լարված ասպեկտ է կազմում ջրհոսի Լուսնի հանրության հետ, որ նշանակում է, որ երկիրը կհեղեղվի ֆեյքերով, փոխադարձ մեղադրանքներով, սկանդալային բացահայտումներով, հիբրիդային մեդիա հարձակումներով։ Բան ու գործ չունենք, նստենք ու էս կինոն Սանտա Բարբարան նայենք։ Ադրբեջանի գործոն նույնպես հստակ արտահայտված է քարտեզի 7 և 9-րդ տների դիրքերով։ Այս աստղաբանական տեսանկյունից այս իրավիճակը նրանց տալիս է քաղաքական և հոգեբանական առավելություն, ներքին թուլության ցուցադրություն և բանականություններում լրացուցիչ խաղաթղթեր։ Դուք ծափ տվեք։ Հայաստանի ներքին պառակտման տեսարան 7-րդ տան Լուսին լարվածություն, 7-րդ տունը բացի դատարանից խորհրդանշում է բացահայտ հակառակորդին, այս դեպքում Ադրբեջանին, Լուսնի ժողովրդի և առաջին ու 7-րդ տների տիրակալների թուլությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ստանում է իր համար ամենացանկալի պատկերը՝ ներսից տրոհվող անցյալի հաշիվներով զբաղված և էմոցիոնալ առումով հյուծված Հայաստան։ Սա նրանց հնարավորություն է տալիս ցույց տալ, որ հայկական կողմը կենտրոնացված է ներքին թշնամիների, այլ ոչ թե պետական դիմադրողականության համար։ Ռազմաքաղաքական հոգեբանական հաղթանակ Մարսի անկումը Ռոբերտ Քոչարյանը և նախկին էլիտան Ադրբեջանի համար ընկալվում էին որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի խորհրդանիշներ, ռազմական կուսակցության առաջնորդներ։ Նրանց չեզոքացումը, կալանքներն ու տնտեսական թուլացումը, Մարսի անկումը 4-րդ տան սահմանին Բաքվի համար բարոյական և հոգեբանական մեծ հաղթանակ է արդեն։ Իսկ դուք մտածեք, Քոչարյանին բռեց հզորս, ոչ
Լրացուցիչ ճնշման լծակներ, բանակցություններում 9-րդ տան Սատուրնի ազդեցությունը, արտաքին աշխարհի սահմանների տան 9-րդ տուն տիրակալ ռետրոգրադ Սատուրնի ճնշումը առաջին տան վրա հուշում է Հայաստանի իշխանությունների այս կտրուկ լարված ներքին քայլերը թույլատնում են երկրի դիրքերի խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններում։ Ադրբեջանը տեսնելով ներսի քաոսն ու իշխանության վախերը կարող է ավելի անզիջում դառնալ և պահանջներ ներկայացնել անկլավների սահմանադրության փոփոխության կամ միջանցքների հարցում։ Հասկանում եք։ Հուսով եմ հասկանում եք։ Մի քանի անգամ նայեք, ոչինչ։ Ուրեմն սա ունի ընդգծված քաղաքական պատվերի, մոտիվացիայի բնույթ, բայց միևնույն ժամանակ հիմնված է իրավական և ֆինանսական փաստերի վրա։ Ժամանակագրական ուղիղ կապը Մերկուրի լուսին լարվածություն քարտեզի ստեղծման պահին նախորդել էր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի և Լևոն Քոչարյանի միջև տեղի ունեցած խիստ լարված վիրավորական բանավեճը, որտեղ վարչապետն ուղիղ հայտարարել էր «Ես ձեզ դատում եմ և ձեզ դատելու եմ»։ Այն փաստը, որ հենց հաջորդ առավոտյան սկսվեց տասնյակ խուզարկություններ և ձերբակալություններ, աստղաբանորեն կառավարում է Մերկուրին, խոսք, ԱԺ, ամբիոն և Մարսի կտրուկ գործողությունները, քաղաքական արագացված հրահանգ և պատվեր։ Իշխանության անձնակին ներգրավվածություն, Սատուրն առաջի տանը, արդարադատություն և պետական ապարատի խորհրդանիշ Սատուրնը գտնվում է առաջին տանը, ներկայացնում է հենց գործող իշխանությանը։ Սա նշանակում է, որ դատական համակարգը անկախ չէ այս հարցում, այն ուղղակիորեն առաջին դեմքի քաղաքական կամքով և նպատակներով է առաջնորդվում։ Միևնույն ժամանակ սա զուտ օդից հորինված պատվեր չէ։ Քարտեզի 8-րդ տան խոշոր ակտիվներ ծանրակշիռ դիրքը ցույց է տալիս, որ հիմքում ընկած է իրական ֆինանսական հսկայական շարժեր, ապօրինի գույքի բռնագրավման և հարկերից խուսափելու կոնկրետ հոդվածներ, խոսքը հարյուրավոր միլիոնավոր դոլարների և խոշոր ընկերությունների մասին է։ Այս պատվերը, ըստ ներկայացված նատալ հորարային քարտեզի ցուցիչների, ունի երկու հիմնական հասցեատեր՝ ներքին և արտաքին։ Մոլորակների և տների դասավորվածությունը հստակ մատնանշում է պատվիրատուների սիգնիֆիկատորները։ Ներքին գլխավոր պատվիրատու Նիկոլ Փաշինյան, Սատուրնը առաջի տանը։ Ինչպես նշեցի, արդարադատության և պետական իշխանության Սատուրն մոլորակը գտնվում է առաջին տան սահմանագծին։ Առաջին տունը խորհրդանշում է հենց գործող վարչապետին և նրա անձնական կամքը, քանի որ Սատուրնը խոյի նշանում է, ինչը Մարսի ագրեսիայի և պայքարի տիրույթն է։ Սա ցույց է տալիս, որ պատվերը բխում է անձամբ երկրի ղեկավարից, որպես արագ, կտրուկ հակազդեցություն և քաղաքական հաշվեհարդար ԱԺ-ում տեղի ունեցած վերջին սուր միջադեպից հետո։ Արտաքին աշխարհաքաղաքական ուղղորդում 9-րդ տան կապը քարտեզում 9-րդ տունը արտասահմանյան գործընկերներ, աշխարհաքաղաքականություն կառավարում է հենց այն նույն Սատուրնի կողմից։ Սա հուշում է, որ ներքին իշխանությունը գործում է արևմտյան կենտրոնների և ԱՄՆ-ի հետ համահունչ քաղաքականության շրջանակներում։ Հայաստանը դեպի արևմուտքի վեկտորի փոփոխության և Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին պրոռուսական ընդդիմության առաջնորդին չեզոքացնելը ստացել է նաև արտաքին քաղաքական կանաչ լույս։ Ամփոփելով նատալի լեզվով, սա Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական պատվերն է արևմտամետ քաղաքական վեկտորի ընդհանուր սցենարի մեջ 9-րդ տան տիրակալի ազդեցությունը։ Ադրբեջանն ունի անուղղակի, բայց խիստ հզոր աստղաբանական կապ այս ամենի հետ։ Այն հանդես է գալիս ոչ թե որպես գործընթացի ուղիղ հրահանգավորող, այլ որպես ֆոնային գործոն և գլխավոր շահառու։ 7-րդ տան բացահայտ թշնամի առաջին տան կապը 7-րդ տունը դասական աստղաբանության մեջ ցույց է տալիս արտաքին թշնամուն կամ հակառակորդ պետությանը, տվյալ դեպքում Ադրբեջանին։ Այս տան տիրակալը Վեներան գտնվում է 6-րդ տան ներքին խնդիրներ, թուլություն և պարտքեր։ Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանության քայլերը առաջին տուն շատ հաճախ արվում են արտաքին հակառակորդի 7-րդ տան Ադրբեջանի պահանջների կամ նրանց հետ հարաբերություններ կարգավորելու ֆոնի վրա։
Մարսի պատերազմի խորհրդանիշը անկում 4-ն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կերպարը Բաքվի համար միշտ եղել է Ղարաբաղյան առաջին պատերազմի և հայկական հաղթանակների գլխավոր խորհրդանիշը։ Քարտեզում Մարսը ռազմական հաղթանակներ բանակ գտնվում է իր անկման թուլության մեջ 4-րդ տան հայրենիք և հող։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանի ներսում անցյալի ռազմական էլիտայի չեզոքացումը լիիրավ ձեռնատու է Ադրբեջանի և բխում է նրա շահերից։ 9-րդ տան միջազգային պայմանագրեր Սատուրնի ճնշում 9-րդ տունը պատասխանատու է նաև սահմանների միջազգային իրավունքի համար։ Դրա կառավարիչ ռետրոգրադ Սատուրնի առկայությունը առաջին տանը հուշում է, որ Հայաստանը գտնվում է սահմանային և տարածքային ծանր զիջումների և ճնշումների տակ, որպեսզի հանրությունը չկենտրոնանա Ադրբեջանի կողմից պարտադրվող նոր պատվերների, հրամանների կամ պահանջների վրա։ Սահմանների գծում անկլավներ, սահմանադրության փոփոխություն, իշխանություն, բեմադրություն այս թատրոնը հորինել է ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։ Այս թատրոնի հետևում իրականում թաքնվում են իշխանության քաղաքական վախը, սեփական լեգիտիմության անկումը և հասարակության կուրացնելու փորձը կներեք։ Աստղաբանական քարտեզի ամենամութ անկյունը, հատկապես 12-րդ տունը պատասխանատու է գաղտնիքների, թաքնված դավադրությունների և կուլիսային վախերի համար։ Ցույց է տալիս, թե ինչ է իրականում թաքնվում այս աղմկոտ կալանավորմամբ։ Հոգնեցի։ Տեսնենք իշխանության ներքին վախեր 12-րդ տուն։ Թեև Սատուրնը գտնվում է առաջին տան սկզբում, այն շարժվում է հետընթաց ռետրոգրադ դեպի 12-րդ տուն։ Վախեր, մեկուսացում։ Ուրեմն լեգիտիմության կորուստ, Արեգակի Մերկուրիի թուլություն։ Իշխանությունը կորցրել է իր բարոյական իրավունքը և ժողովրդի իրական աջակցությունը, և դա իրանք հասկանում են։ Համակարգային կոռուպցիայի շարունակություն։ Ասում են կոռուպցիա չկա, սրանից ուժեղ կոռուպցիա, նոր ստվերային համակարգի ձևավորում։ Զանգեզուրի միջանցք ամենասարսափելին 9-րդ տան տրանզիտներ։ Թուրքիայի գլխավոր պահանջը Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային ուղիղ կապի ապահովումն է Հայաստանի Սյունիքի տարածքով։ Քարտեզում ճանապարհների սահմանների տան լարվածությունը հուշում է, որ այս հարցում կա հզոր կուլիսային ճնշում։ Հայաստանի սահմանադրության փոփոխություն Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ պահանջում է Հայաստանից հեռացնել անկախության հռչակագրի հղումը սահմանադրությունից, որն առնչվում է Արցախի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմաների 9-րդ տան Սատուրն օրենք և սահմանադրության հետընթաց վիճակը։ Առաջին տնում ցույց է տալիս, որ Հայաստանի իրավական մայր փաստաթուղթը գտնվում է արտաքին սպառնալիքի տակ։ Պատմական ռևանշ և պրոռուսական ուժերի չեզոքացում։ Քոչարյանի նախկին ռազմական էլիտայի մեկուսացումը, որոնք պատմականորեն ընկալվում էր որպես Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ կոշտ դիրքորոշում ունեցող և Մոսկվայի հետ սերտ կապված ուժեր, հանդիսանում է այն ներքին նախապայմանը, որի դիմաց Թուրքիան խոստանում է բացել սահմանները կամ թույլ տալ ուղիղ առևտուր։ Զանգեզուրի միջանցքը բացարձակ ու կոշտ զիջման տարբերակով կորզել նրանց չի հաջողվելու, սակայն հարցը կլուծվի փոխզիջումային, այնպես կոչված սառեցված կամ միջազգայնացված տարբերակով։ 9-րդ տան ճանապարհներ, արտաքին պահանջներ, Սատուրնի ռետրոգրադությունը, քանի որ ճանապարհները կառավարող Սատուրնը շարժվում է հետընթաց ռետրոգրադ, միջանցքի ուղղակի բացումը, որը աստղաբանորեն կնշանակեր արագ և հաստատուն իրադարձություն, անդադ արգելակվելու է և նույնիսկ տապալվելու է։ Խոսել եմ նաև ամիսներ առաջ այս մասին։ Մարսի անկում 4-րդ տանում հող տարածք։ Մարսը ուժ, ռազմական ճնշում իր ամենաթույլ դիրքում է, ինչը հուշում է, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն կարողանալու կամ չեն համարձակվի այս պահին ռազմական ուժով խլել այդ ճանապարհը։
Լուսնի ժողովրդի դիմադրությունը, ջրհոսի լուսինը, որը խորհրդանշում է հանրային անկախ միտքը եւ հավաքական կամքը, թույլ չի տա, որ իշխանությունը գնա բացահայտ ինքնիշխան տարածքների հանձնմանը, քանի որ դա կբերի ներքին հզոր պայթունի, ինչ կլինի իրականում ըստ Հորար Քարտեզի միջազգային հատուկ վերահսկողության կամ երրորդ կողմի օրինակ մասնավոր ընկերությունների ներգրավում։ Այս հարցում միջամտելու եւ թուրքական մաքսիմալիստական պլանը Զանգեզուրի միջանցքը կոտրելու է հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգները, ԱՄՆ-ն իր սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով այս ամենը խաղում է։ 9-րդ տան արտաքին աշխարհ գերտերություններ Սատուրնի դիրքը, ինչպես նշեցի, արտաքին գործընթացները կառավարվող Սատուրնը հետընթաց է, ինչը նշանակում է, որ տարածաշրջանում ուժերի հին հաշվեկշիռով Ռուսաստանի միանձնադերը կոտրվել է արդեն։ Իրական աշխարհաքաղաքականություն Միացյալ Նահանգները ակտիվորեն միջամտում է այս գործընթացին, ԱՄՆ-ի նպատակն է թույլ չտալ, որ այդ ճանապարհը անցնի Ռուսաստանի կամ Իրանի վերահսկողության տակ։ Վաշինգտոնի կողմից առաջ է մղվում տարբերակ, որտեղ տրանզիտային երթուղու անվտանգությունն ու կառավարումը կարող է հանձնվել միջազգային կամ արևմտյան մասնավոր պահնորդական լոգիստիկ ընկերություններին։ Իրանի գործոնը 4-րդ տան սահմանափակում, քարտեզում 4-րդ տան Հայաստանի հարավային սահմաններ, հող պաշտպանվածություն և Մարսի թուլությունը հուշում է նաև Իրանի կոշտ դիմադրությունը։ Թեհրանը թույլ չի տա Հայաստանի հետ իր սահմանին կտրումը և ռազմական ուժի կիրառման դեպքում պատրաստ է միջամտել, ինչը լրացուցիչ զսպող փաստարկ է թուրք-ադրբեջանական տանդեմի համար։ Աստղաբանական պատճառը այս ամենի քարտեզն ուղղակիորեն հաստատում է, որ Հայաստանի ներքին այս խաղը ծառայում է Ռուսաստանի դեմ ուղղված արտաքին գլոբալ պլան, 9-րդ տան ԱՄՆ Արևմուտք և Սատուրնի իշխանության միացումը։ Գերտերությունների 9-րդ տան տիրակալը Սատուրն ուղիղ նստած է առաջի տան Հայաստանի իշխանության սահմանագծին։ Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը գործում է արևմտյան պատվիրատուների անմիջական ազդեցության ուղղորդման տակ։ Մարսի Ռուսաստանի ազդեցության անկումը դասական աստղաբանության մեջ խորհրդանշում է նաև կոշտ ռազմաքաղաքական ուժ։ Այն փաստը, որ Մարսը գտնվում է թուլագույն անկման վիճակում Հայաստանի հիմքերի տան վրա, ցույց է տալիս, որ Ռուսաստանի ավանդական ազդեցության լծակները երկրի ներսում այժմ խիստ թուլացված են։ Լուսնի և հանրության կուրացում ցավոք սրտի ջրոսի լուսինը հայտնվել է լարված ասպեկտների մեջ, ինչը նշանակում է, որ հայ ժողովրդի այս աղմկոտ ներքին դատավարություններով պարզապես կուրացրել են, որպեսզի նա չնկատի, թե ինչպես է երկիրը ներքաշվում երկու հսկայական աշխարհաքաղաքական բևեռների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընդհանուր կործանարար բախմանը։ Գործընթաց և թատրոն Իշխանություն, դատարան, օրենք, ծայրահեղ թույլ են, հետընթաց, իրական կոշտ ազատազրկում կամ վերջնական դատավճիռ չի լինելու, սա ընդամենը PR է։ Իմաստն ու նպատակը շեղել հանրության ուշադրությունը ներքին տնտեսական խնդիրներից, թանկացումներից, սահմանային զիջումներից, կուլիսներում ընթացող զուտ փողերի և ակտիվների մասին վերաբաշխումներից։ Քոչարյանի որդի Սեթրակը արդեն կալանավորված է, ասել եմ, և կկալանավորվեն ևս էլի մարդիկ։ Ռուսաստանի և Ադրբեջանի գործոնը այս ամենը բխում է Ադրբեջանի Թուրքիայի շահերից, քանի որ թուլացնում են Հայաստանի ներքին համախմբվածությունը, Ռուսաստանը կպատասխանի սառը տնտեսական և մեդիա ճնշումով և չի խառնվի, ինչ ուզում ա լինի։ Եվ գլխավոր պատվիրատուն այստեղ մնում է Արևմուտք ԱՄՆ գլոբալ պատվերն է իրագործված Նիկոլ Փաշինյանի ձեռքերով, նպատակն է երկրից վերջնականապես դուրս մղել Ռուսաստանի ազդեցությունը և պրոռուսական էլիտային, որպեսզի միջանցքի կամ սահմանների գոտիների կամ անկլավների հարցը ինքը հեշտությամբ կարողանա լուծի և կարողանա նաև Զանգեզուրի միջանցքի հարցը լուծի, բայց Թուրքիային չի հաջողվի ուժով խլել Զանգեզուրի միջանցքը, որովհետև Մարսը թույլ է, հարցը կլուծվի ԱՄՆ-ի միջնորդությամբ միջազգային հատուկ վերահսկողության տարրերով, ինչ ուզում եք էն էլ կստանաք։ Աստղաբանական տեսանկյունից Ռուսաստանի ներկայությունը մաքրվում է, որպեսզի տարածաշրջանը, ուրեմն տրանզիտային ուղիներով միջանցքի վերահսկողությունը անցնի ուրիշ կողմի։
Ռուսական վերահսկողության չեղարկում, եթե նախկինում 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում էր, որ ճանապարհի անվտանգությունը պետք է հսկեն ռուս սահմանապահները ՌԴԱԴՑ, ապա այժմ պրոռուսական էլիտայի չեզոքացումը համընկնում է ռուսական ներկայությունից հրաժարվելու Հայաստանի քաղաքականության հետ։ Քանի որ 9-րդ տան արտաքին ուժեր տիրակալը կապված է Արևմուտքի ԱՄՆ-ի հետ, ապա ռուսական կողմին արանքից հանելուց հետո ճանապարհը չի անցնում նաև Թուրքիային կամ Ադրբեջանին, բացարձակ տիրապետության տակ խաղի մեջ մնում է Արևմուտքի կողմից առաջարկվող տարբերակը։ Սրա հետևանքը Ռուսաստանից հեռացնելով իշխանությունը փորձում է թույլ չտալ թուրքիա-ադրբեջանական տանդեմի կողմից ուժային միջանցքի խլումը, բայց դրա փոխարեն երկիրը ամբողջությամբ բացվում է արևմտյան լոգիստիկ ազդեցության համար։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Իրանը հանդիսանում է այս ամբողջ աշխարհաքաղաքական խաղի ամենակոշտ դիմադրող կողմը, որը պատրաստ է ծայրահեղ քայլերի իր շահերը պաշտպանելու համար։ 4-րդ տան Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնամխելիությունը, Իրանի համար Հայաստանի Սյունիքի մարզով անցնող սահմանը ռազմավարական կյանքի ճանապարհ է դեպի Եվրոպա։ Քարտեզում 4-րդ տան ամուր հիմքերը ցույց են տալիս, որ հարավային սահմանի ցանկացած բռնի փոփոխություն կամ թուրք-ադրբեջանական ուղիղ տիրապետություն այդտեղ կբախվի թե Իրանի ուղղակի ռազմական հակազդեցությանը։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ սահմանների փոփոխությունն իր համար կարմիր գիծ է։ Դիմադրություն Ռուսաստանի ուրեմն արանքից դուրս գալու 9-րդ տան Սատուրնի դիրքը, թեև Հայաստանը փորձում է ռուսական կողմին հեռացնել վերահսկողությունից, Իրանը խիստ անհանգստացած է, որ ռուսների փոխարեն այնտեղ կարող է հայտնվել Արևմուտքի ԱՄՆ-ՆԱՏՕ ներկայությունը։ Թեհրանի համար ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և արևմտյան լոգիստիկ ընկերությունների հայտնվելը իր հյուսիսային սահմանին ուղղակի անվտանգային սպառնալիք է։ Իրանի առաջարկած այլընտրանքը, որպեսզի ռուսին արանքից հանելուց հետո Հայաստանի վրա ճնշում չմեծանա, Իրանը ակտիվորեն առաջ է մղում Արաքսի միջանցքի տարբերակը։ Եվ այսպես կհաջողվի կարմիր գծերի Իրանին պաշտպանել, Իրանը այո կպաշտպանի, բայց չի կարողանա կանխել Արևմուտքի այսպես ուրեմն կհաջողվի պաշտպանել իր կարմիր գծերը և թույլ չտալ Հայաստանի հարավային սահմանների բռնի փոփոխության կամ Սյունիքի կորուստը, սակայն նա չի կարողանա կանխել արևմտյան լոգիստիկ ազդեցության մուտքը տարածաշրջան։ 4-րդ տան տարածք հող անձեռնամխելիություն։ Ինչպես նշեցի, քարտեզում ռազմական ագրեսիայի մոլորակ Մարսը գտնվում է ծայրահեղ թույլ անկման վիճակում։ Սա նշանակում է, որ Թուրքիան և Ադրբեջանին չի հաջողվի ռազմական ուժով կտրել Հայաստանը հարավից։ 9-րդ տան արտաքին աշխարհ Սատուրնի ճնշումը առաջին տան վրա, քանի որ ռուսական կողմին արանքից հանելու արևմտյան պլանն արդեն ընթացքի մեջ է և արդեն հաջողվել է, Սատուրնը առաջին տանն է, Իրանը չի կարողանա կանխել Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձը դեպի արևմուտք։ Թեհրանը ստիպված կլինի համակերպվել այն իրողության հետ, որ Սյունիքով անցնող ճանապարհները կառավարվելու և վերահսկվելու են արևմտյան միջազգային լոգիստիկ կառույցների կողմից և ոչ թե Ռուսաստանի։ Եվ գնացեք շարունակեք ծափ տալ հզորը, 4-րդ հանրապետություն և այսպես էս թատրոնի, դուք էս գիտեք ինչ կա, եթե դահլիճը լիքը չլինի, բեմը դատարկ կլինի, իսկ եթե դահլիճը լիքն է, ուրեմն դերասանների խաղի կարիքը կա, այ երբ որ դուք չծափահարեք, բեմը կդատարկվի, բայց դրա փոխարեն դուք ծափահարում եք, մեր երկիրն է դատարկվում, այսքանը։ Չգիտեմ ճիշտ արեցի ձեր հետ կիսվեցի թե չէ, ես սա իմ համար էի նայել, բայց կարծում եմ խելացի մարդկանց սա մտածելու տեղիք կտա։